ինստիտուտ է, եւ այն, որ մենք այս օրերին ականատես եղանք, 3 ականատես եղանք Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վարկաբեկման ուղղված նաեւ այստեղ հարցադրումներին, այս քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որովհետեւ հատկապես ես ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որը ուղղված էր թեկնածուի աշխատավայրի հետ կապված, եւ մեր ընդդիմադիր գործընկերը մեղադրում էր թեկնածուին, որ նա որոշ ժամանակ աշխատել է այսպես կոչված Սորոսի հիմնադրամում եւ հարց էր հնչեցնում, որ եթե դուք ընտրվեք, արդյոք դուք ինչ երաշխիքներ եք տալիս, որ դուք չեք լինելու ազդեցության, օտարերկրյա ազդեցության գործակալ։ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցը կարելի է վերադարձնել մեր գործընկերոջը եւ ասել, օրինակ Գեղամ Մանուկյանը ձեզ ինչ երաշխիք է տվել, որ ինքը ազդեցության գործակալ չի։ Որտեւ Գեղամ Մանուկյանը սորոսական է։ Որտեւ Գեղամ Մանուկյանը, օրինակ Երկիր մեդիան 100,000-ավոր դոլարների հնչել է մի քանի անգամ Սորոսի հիմնադրամից գրանտներ է ստացել։ Դուք էլ վստահաբար օգտվել եք այս կամ այն չափով այդ գրանտներից, այդ հարթակից, այդ պլատֆորմից գնացել, սպասարկել եք, հարցազրույցներ եք արել Երկիր մեդիայի հետ, չէ՞։ Հիմա դուք ինչ երաշխիք եք տալիս, որ դուք օտարերկրյա ազդեցության գործակալ չեք։ Չնայած ես կարծում եմ, որ մեզ ձեր երաշխիքները հարկավոր չեն, ամեն ինչ պարզ է։ Բայց ուզում եմ ասեմ, ձեր տրամաբանությունը ձեր դեմ է աշխատում, հարգելի գործընկերներ, եթե դուք թեկնածուին հարցնում եք իր աշխատավայրով պայմանավորված, ինքը կարող է դիտվել որպես օտարերկրյա գործակալ, մի հատ նայեք ձեր շուրջ բոլորը, ձեր կողքը հիմա նստած են ձեր իսկ բնորոշմամբ օտարերկրյա ազդեցության գործակալներ, որոնք ձեզ ինչ երաշխիք են տվել։ Բայց իրականում խորքում այդ հարցադրումը նպատակ ունի դելեգիտիմացնելու թեկնածուին եւ ի վերջո դելեգիտիմացնելու նաեւ Սահմանադրական դատարանը, որովհետեւ մեկ անգամ չի, որ մենք հատկապես պատերազմից հետո ականատես ենք եղել, թե ինչպես եք դուք փորձել դատական համակարգը օգտագործել որպես Հայաստանի ժողովրդից վրեժ լուծելու միջոց։ Դուք որ շանս ունենաք, այդ Ֆեմիդայի թուրը, որը ավանդաբար այսպես ուղղված է դեպի ներքև, չէ՞։ Այդ սուրը հանելու եք եւ ուղղեք ժողովրդի ու պետության դեմ, այդ եք դուք ուզում անել։ Եվ բնականաբար դուք շահագրգռված չեք ունենալու իրապես անկախ Սահմանադրական դատարան։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ թեկնածուի երկու ձևակերպումների, նորից այս մեր քննարկվող հարցերի համատեքստում դուք, պարոն Խաչատուրյան, այսպիսի մի միտք արտահայտեցիք, որ կարծում եք, որ Սահմանադրության մեջ պիտի սահմանվեն իրագործելի նպատակներ եւ օրենսդրության մեջ։ Եվ ես շատ համաձայն եմ ձեզ հետ։ Եվ այսօրվա մեր քննարկումները, այսօրվա մեր քաղաքական բանավեճը հենց այս ամեն ինչի մասին է։ Իրագործելի նպատակների եւ անիրագործելի երազանքների արանքում մնացած քաղաքական բանավեճի երկփեղկվածության մեջ ենք մենք այսօր։ Այդ որը ասվում է, որի մասին վարչապետը առաջ քաշեց իրական Հայաստան եւ պատմական Հայաստան, հենց դրա մասին է, իրագործելի նպատակների եւ անիրագործելի երազանքների մասին բանավեճ այսօր տեղի ունենում մեր երկրում։ Եվ սահմանազատումը հենց դրա մասին է։ Եվ այն, որ պարոն Խաչատրյանը եկել այստեղից մեզ ասում է, ինչ լեգիտիմություն, պետքա չունենալ լեգիտիմության մասին պիտի չմտածել։ Պիտի քաղաքականապես լինել հայդուկ, միշտ լինել քաղաքականապես հայդուկ, մտածողությամբ լեռներում, քաղաքակիրթ աշխարհի միջազգային հարաբերություններից կտրված։ Տենց պետք է լինել։ Ու մտածել, որ աշխարհը մեզ չի տենում, որ մենք մենակ ենք, այս փոքրիկ իշխանի մոլորակն է։ Այն թագավոր կար, չէ, որ ինքը հրաման էր տալի, որ ինքը հրամաններին ասում էր ոնց ենթարկվեն, սա է ձեր պատկերացումները։ Դուք քաղաքական հայդուկներ եք, հարգելի գործընկերներ, որոնք ժամանակին հայդուկները իրենք ֆունկցիաներ են իրականացրել, այո, եւ լավ գործ են արել, բայց չի կարելի 21-րդ այս լուսավորյալ դարաշրջանում լինել քաղաքական հայդուկ եւ պարտադրել, որ պետությունն էլ այդ հայդուկության, քաղաքական հայդուկության բանի մեջ մնա, կառափնարանի մեջ մնա։ Երկրորդ գաղափարը, որը հուսամ ճիշտ եմ ես վերաձևակերպում, պարոն Խաչատուրյան, այն էր, որ դուք ասում եք, որ ընտրությունը պետք է լինի այնպիսին, որ այն ըստ էության չբացառի հետագա ընտրության իրավունքը, հա, երբ որ դու ինչ-որ ընտրություն ես, սա ֆունդամենտալ գաղափար է։ Եվ սա հենց ժողովրդավարության մասին է, որ քո այսօրվա ընտրությունը չպետք է բացառի քո վաղվա ընտրության հնարավորությունը։ Եվ սա ժողովրդավարության կանոնն է, հա, դու Եվ ինչա տեղի ունեցել 2018 թվականից հետո Հայաստանում, որ ժողովուրդը արձանագրել է իր ընտրության իրավունքի անխախտելիությունը, որ արձանագրել է, որ ժողովրդավարության մեջ
Ինքը կարող է անել ընտրություն, հետո ինքը կարող է որոշել, որ ինքը իր ընտրությունը սխալ է արել եւ ինքը նոր ընտրություն կարող է անել։ Եվ իր ընտրությունը չի բացառում իր հաջորդ ընտրությունը, որը կարող է տարբերվել իր այսօրվա ընտրությունից։ Եվ սա գենետիկ ձեր քաղաքական կոդին հակասում է, հարգելի գործընկերներ, որովհետև ձեր պարագայում ընտրությունը ձեզ բացառում է հաջորդ ցանկացած ընտրություն, որը ձեզանից տարբերվող է, որովհետև դուք, ինչպես կասեր պարոն Խաչատրյանը գնաց, զբաղվել եք քաղաքական ջեպկիրությամբ, երեք ինքն էր դրա մասին խոսում, բայց դուք այդ ջեպկիրության դեպքում գրպանել եք ոչ թե մանր-մունր բաներ, դուք գրպանել եք որպես քաղաքական ջեպկիրներ մի ամբողջ պետություն, պետական հարստություն, հետո այդ ջեպկիրը ձեր գրպաներից հանել եք գույք պարկի դիմացով տվել եք այստեղ այնտեղ, գրպանել եք ժողովրդի իշխանությունը, հիմա այսօր փորձում եք վերադառնալ տարբեր կերպարանքներով, շատ տարբեր կերպարանքներով։ Խոսել ենք երեք, ես խոսեցի երեք բանի մասին, որ դուք ծավալել եք այսօր Հայաստանում քաղաքական հեթանոսության շարժումը։ Եվ այո, ես դրա մասին դեռ առիթներ կլինի խոսելու, բայց նորից եմ ասում, Հայաստանում քաղաքական հեթանոսությունը հեռանկար չունի, որովհետև Հայաստանում հաստատվել է նոր կարգ, Հայաստանում հաստատվել է նոր քաղաքական հավատամք, Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն։ Դուք դրան չեք հավատում։ Մենք դա գիտենք։ Դուք փորձում եք հետ վերադարձնել գողապետությունը, որովհետև էլի եմ ասում, դուք չեք կարողանում առանց գրպանելու, առանց քաղաքական ջեպկիրության։ Դուք դրա համար, որպեսզի վերադարձնեք, վերազավթեք իշխանությունը, գիտեք ինչով եք զբաղված։ Դուք Հայաստանում հիմնադրել եք մարդկային վշտի արդյունաբերություն։ Դուք արդյունաբերական ռելսերի վրա եք դրել մարդկանց վիշտը եւ տառապանքը։ Դուք մտածում եք, որտեղ կարա ինչ-որ վատ բան լինի, որ դժբախտության մունետիկի նման գնաք այս տաղավարից այն տաղավարը, այս հրապարակից այն հրապարակը, այս փողոցից այն փողոցը, այս ամբիոնից այն ամբիոնը եւ ասել բայղրուշությամբ, քաղաքական բայղրուշությամբ ասել, որ ամեն ինչ վատ է լինելու, պետություն չկա, պետությունը կործանվում է, այ եթե մենք գանք, մենք այս կանենք, մենք այն կանենք։ Եվ էլի եմ ասում, դուք դա անում եք տարբեր կերպարանքներով։ Եվ քանի որ ժանրի կանոնը թելադրում է, որ մենք ըստ էության քաղաքական մեր այսօրվա կյանքը այսպես բանով համադրված է նաև կրոնական եւ հոգեվոր բաներով, շարունակելով այս ժանրի կանոնը, էլի։ Եվ դուք նորից եմ ասում, տարբեր կերպարանքներով եք գալիս։ Ինչպես կտակարանում կա այդ սատանայի կերպարանափոխությունները եւ սատանայի փորձությունները Քրիստոսին, հիշում եք, որ նոր կտակարանում Քրիստոսին սատանան անապատում 3 անգամ փորձում է։ Հիմա սատանան հայ ժողովրդին 3 անգամ ոնց որ թե փորձել է, սա երրորդն է, առաջին անգամ այդ սատանան փորձում էր բանով։ Իդեպ տարբեր կերպարանափոխություններով, իդեպ ռեբրենդինգներն էլ PR-շիկները օգնում են։ Առաջին անգամ բանով էր, սպիտակ վերնաշապիկներով, sense թևերը քշտած, բան ժամանակակից գալիս էին ուրեմն, որ կան թևերը քշտեն ու երկիրը փրկեն։ Այդտեղ PR-շիկները լավ փող աշխատեցին, իհարկե PR-շիկները տաղանդ չունեին, հարստացան, այդ թևերը քշտած պարոնայք եկան, մի մասը էլ էստեղ չի, իրանք եկան գնացին, որովհետև դժվար էր, հասկացան, որ դա դժվար գործ է, հետո հիմա գնացել են բիզնեսով են զբաղվում։ Երկրորդ կերպարանափոխությունը եւ երկրորդ փորձությունը